Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ աշխատանքային այցի շրջանակում։ Նա ընդգծել է, որ այցը պայմանավորված է վերջին շրջանում ակտիվացած երկխոսությամբ եւ նպատակ ունի նոր ազդակ հաղորդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Փաշինյանը նշել է, որ գործընթացը բխում է երկու երկրների շահերից, իսկ համայնքի դերը կարևորվում է որպես կամուրջ միջպետական հարաբերությունների կայացման ճանապարհին։ Վարչապետը պատասխանել է նաեւ խաղաղության տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական օրակարգի վերաբերյալ հարցերին։ Որքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա։ Այս մասին դատարանի շենք մուտք գործելիս լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին ինչպես պետք է դիմագրավել, նա պատասխանել է՝ կազմակերպչական աշխատանքներով, մոբիլիզացնելով բոլոր մարմինները։ Տաշիր ընկերությունների նախագահ գործարար Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ, տեղեկությունը հայտնել է Սպուտնիկ Արմենիայի աղբյուրը։ Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Հիշեցնենք, նրա նկատմամբ հետապնդում է սկսել, երբ բարերարը հրապարակավ աջակցություն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Սննդի անվտանգության տեսչականի ֆեյսբուքյան էջում աչքի համար դոմինանտը Տաշիր պիցայի տարբերանշանն է 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ 30 պիցերիայից 10-ի գործունեությունը կասեցրել են, 17 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակում են։ 3-ից սննդամթերքի նմուշներ են վերցրել փորձաքննելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում էլ դրանց արդյունքները հայտնի կդառնան։ Դեռևս մեկ շաբաթ առաջ արդեն կասեցում ունեինք եւ 5 օր առաջ եւս մի կասեցում ունեինք եւ այսպես շարունակաբար խնդիրը մենք ի սկզբանե ասել ենք, որ շատ խիստ ենք վերաբերվելու։ Հատակ, պատեր, առաստաղ, մակերևույթները հարթ, անջրանցիկ չեն, ինչպես նաև չեն կանխարգելում կամ նվազեցնում գոլորշու խտացումը։ Սրանք են հիմնական, այսպես ասենք, թերությունները, որոնք հայտնաբերել են սննդի անվտանգությունն ուսումնասիրողները։ Այս կետերը տեսչականը գրել է բոլոր 8 հրապարակումներում։ Մամուլում ֆիքսեցին տեսուչների ուսումնասիրությունները համընկան ազգային բարեգործ Սամվել Կարապետյանի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցություն հայտնելու համար։ Նրա նկատմամբ իրականացվող դատավարական գործընթաց հետ տեսչականից պնդում են սովորական գործընթաց է, համընկնումները պատահական։ Պաշտոնական այս պարզաբանումը այնուամենայնիվ չի համոզում փորձագետներին, զավեշտ են որակում։ Առաստաղը նորա կառուցված էր։ Անցած տարի որ գնացել եք այդ առաստաղը չէիք տեսել, եթե անցած տարի գնացել եք այդ առաստաղը տեսել եք, ոնց է ստացվել որ հետո նորից մի տարին այդ առաստաղով աշխատում է։ Դա նշանակում է մի բան, անցած տարի այդ առաստաղի վրա կարայիք աշխատեիք, այս տարի չեք կարող աշխատեք։ Հետևաբար քաղաքական։ Սպառողի իրավապաշտպանը տեղի ունեցողը պարզապես ծիծաղելի է համարում, անձն աչքին էլ պարզ է, ասում է։ Եթե դու արդար նորմալ ազգի համակարգում ես, դու ասում ես անցած տարի ով է ստուգի, ով է տեսել, որ առաստաղը խնդիր ունեցել, ասում են պայմանական Վահանը, ասում ես Վահան, շնորհակալություն, ստեսություն։ Դու չես արձանագրել։ Այ երբ որ դու այս գործընթացը չես անում, դրից ամենաշատը հետևություն դու հենց հիմա քաղաքական գործունեություն ծավալում, ոչ թե ապահովում ես պարտապես ինձ անվտանգություն։ Հատկանշական է, որ տնտեսվարողը հենց ինքն էր դիմել ՍԱԱՏՄ դեռ հունիսի 11-ին էին ընկերությունից տեղեկացրել, պարզաբանելով մատուցվող սննդի նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակ են հետապնդում։ Տաշիր պիցայի գերնպատակն է մեր հաճախորդներին մատուցել թարմ եւ անվտանգ սնունդ, սա մեր կողմից որդեգրված աշխատանքային սկզբունք է, որի նկատմամբ միշտ եղել ենք եւ հետագայում եւս կլինենք առավելագույնս հետեւողական։ Ասել են դուք եք դիմում, մենք պիտի ստուգենք եւ բոլոր խնդիրները հանենք, ասել են այո։ Թե արդեն հետևած իրադարձությունները, մասնավորապես ազգային բարեգործ Կարապետյանի ձերբակալությունը, ապա կալանավորումը ինչ ազդեցություն ունեցան ՍԱԱՏՄ ստուգումների խստության վրա, ընկերությունից դժվարանում են պատասխանել։ Ինչքանով դա կապ ունի կամ կապ չունի, դա անկեղծ ասած չեմ կարող ասել։ Ու եւս մեկ գնահատական մասնագետներից, թե այսպիսի մանրակրկիտ ստուգումներ լինեն, մեր երկրի տնտեսվարողների կյանքը տխուր կլինի։ Առնվազն 70%։ Ինչու հիմա չեն գնում մյուսները այդպես ապահովեն։ Ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Հոգևոր զգացմունքներն ու 2020 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակած համաբարբար հայոց կանգնագիրքը ձեռքին է Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկել, ավելի հստակ ու պատկերավոր բացատրելու ու ներկայացնելու, թե ովքեր են կուսակրոն քահանաները եւ ինչ է լինում նրանց հետ, երբ դժում են խոստումը։ Նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դժում են խոստումը, հոգևորականների մասին։
շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել։ Այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Ընդդիմության ներկայացուցիչները ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Կանոնագրքի բոլոր կետերը Հայաստանի վարչապետը կարդացել է, ուսումնասիրել, հիմա հստակ հայտարարում է ու վստահեցնում։ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա վեհարանից, խախտել է կուսակրոնության ուխտը։ Որպես երաշխավորություն իմ այս խոստումների ստորագրում եմ սույն ուխտագիրը։ Այսինքն հիմա ինչպես ակնհայտ է, Կտրիչ Ներսիսյանը իր իսկ Մայրա Թորսուրբ Էջմիածնի խորանի առաջ ինձ ստանձնած եւ ստորագրած ուխտը խախտել է։ Հասկանում եք, նա սա նշանակում է, որ վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, որոնց հղում է արվում այստեղ։ Իսկ ինչու է կառավարության ղեկավարը հիմա որոշել խոսել այս մասին։ Ասում է միշտ լուրջ չի վերաբերվել այդ լուրերին, կարծել է բամբասանք է, բայց հիմա երբ ունի հստակ ապացույցներ, պարզապես դիտորդ լինել չի կարող։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Այսպիսով մենք հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոտը քրիստոնեական մեթոդներով պետքա ուղղակի բոլոր սրբապիղծներին դուրս տնի Մայրաթորից, տենց եմ պատկերացնում, սիրով քրիստոնեաբար, բայց հետևողական։ Իրան-Իսրայել հակամարտությունը եւ այդ արճակատումից ածանցված երևույթները կարող են եւ բացասական եւ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Վերլուծաբանների դիտարկմամբ ամեն ինչ կախված է այն բանից, թե այդ սրացումը որքան կարող է տևել եւ մինչեւ ուր հասնել։ Երևան-Թեհրան առևտրաշրջանառության ծավալը $750 միլիոն է հասնում։ Հայաստանն Իրանից տարբեր տեսակի ապրանքներ է ներմուծում՝ վառելիք, արմատուրաներ, տրիկոտաժ, Իրանից Հայաստան է ներմուծվում նաեւ գազ, ինչը վերածվում է էլեկտրաէներգիայի եւ արտահանվում Իրան։ Եթե դատարի մատակարարել, ասենք կամ նավ կամ մթեր կամ ասենք շինարարական նյութեր, մեզ մոտ կարող են մի քանի խնդիրներ առաջանալ։ Առաջինը, որ նավթի գները կարող են դիպտիվ առաջանալ եւ բարձրանալ, երկրորդը գազի դեպքում գազի պետք էլեկտրաէներգիա են արտադրում վաճառում եւ նաեւ ջեկը իր գործունեությունը կարող է որոշակի ստացվել։ Հայաստանում տնտեսական ոլորտի մասնագետները պետք է առաջնահերթ զբաղվեն լոգիստիկ մատակարարումների հարցերով։ Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդեր Աբաս նավահանգստում եւ Իրանի ճանապարհներին։ Մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդեր Աբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ Բանդերաբասի չկործել է կամ այդ ճանապարհների անվտանգությունը մեր բեռների գալուց եւ եթե նաեւ պատերազմի մասշտաբը մեծանա, դեպի Համասի, Հեզբոլայի եւ եթե որոշի համագործակցել եւ տարածվի դեպի Լիբանան, դեպի Սիրիա, ապա ավելի գլոբալ տրանսպորտային խնդիրներ կառաջանա։ Պատերազմական գործողությունների ընթացքում Իրանից քաղաքացիների մեծ հոսք կարող է լինել Հայաստան։ Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները արդեն քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը։ Այդ նույն մարդկանցներ հոսքը, եթե ծառայել լինի, մեր պետությունը մի չպատրաստի, որտեղ դա տեղի ունեն կապիկով, որը դեպքերում ասենք կարող է բնակարանների գները բարձրանան, անշարժույթի եւ արտակալության գները աճեն։ Հյուրանոցների զբաղվածությունը կբարելավի, կբարձրանա, ընդհանուր մուլտիպլիկատիվ էֆեկտը
քանի որ իրենք ծախսեր են կատարելու, ապրելու են, սնունդ են օգտագործելու տրանսպորտ եւ այլ բաներ, ուրեմն բոլոր ծառայությունները ակտիվանան։ Տնտեսագետները կանխատեսում են, որ կլինեն նաև իրանցի գործարարներ, որոնք կնախընտրեն ներդրումներ կատարել Հայաստանում եւ հնարավոր է նրանք իրենց բիզնեսը տեղափոխեն Հայաստան։ Մեր երկրի տնտեսության եւ ֆինանսական ոլորտի պատասխանատուները Իրան-Իսրայել պատերազմական ֆոնին տնտեսական ցուցանիշներ են ներկայացնում, որ օրինակ ռիսկային սցենարի դեպքում Հայաստանում տնտեսական աճը կարող է 5.1%-ից նվազել մինչև 1.3%։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը դեռ չսկսված էլ արդեն խնդիրներ էին առաջացել Իրանից Հայաստան բեռնափոխադրող ընկերությունների համար։ Մեկ ամսից ավելի է Հայաստան-Իրան սահմանի իրանական հատվածում անցակետի մոտ 100-ավոր բեռնատարներ հերթեր են առաջացրել։ Հայաստան եկող մի քանի 100 բեռնատարներ սպասում են Հայաստան մտնելու իրենց հերթին։ Ինչու բեռնատարները չեն կարողանում Հայաստան գալ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հարցն իրենց տիրույթում չէ։ Ուղղորդեցին պետական եկամուտների կոմիտե։ Այստեղ էլ խնդրի հետ կապված հաղորդագրություն չեն տարածել։ Միայն 2 օր առաջ հայտնել էին, որ օրական հայ-իրանական սահմանը հատում է մինչև 250-ից 300 մեքենա։ Բեռնատարներում հիմնականում շինարարական նյութեր, ցեմենտ, երկաթ, թիթեղներ։ Սահմանին առաջացած հերթերն ըստ վարորդների այնքան էլ կապ չունեն Իրան-Իսրայել պատերազմի հետ։ Խնդիրը Իրանի ու Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունից շատ ավելի առաջ է ստեղծվել։ Իսրայելա-իրանական պատերազմից մի քանի օր անց սկսվեց քաղաքացիների ակտիվ հոսքը Իրանից դեպի Հայաստան։ Այստեղ միշտ նման խցանումներ լինում են, պատերազմն ավելի է նպաստել, որ մարդիկ ավելի շատանան։ Թեհրանից եմ գալիս, իրավիճակը Իրանում ոչ մեկի համար լավ չէ, շատ մարդիկ դուրս են եկել Թեհրանից։ Հայ-իրանական սահմանին Մեղրիի անցակետում օտարերկրյա քաղաքացիների համար կտրուկ աճել են տաքսիների գները։ Եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ $35, 28,000 դրամով, այժմ այդ տեղափոխությունը դարձել է $220 կամ 85,000 դրամ։ Շուկան է այդ օրվա որոշում։ Եթե շատ է կան, ես իմ մտածելով եմ, եթե շատ է կան, պարզա գները բարձրանալու, քչացան, իշներվա, սենց է вообще։ Մեղրիի համայնքի ղեկավարը հայտնել է, թե անձամբ է Իրան-Հայաստան մաքսատանը զրուցել Հայաստան տեղափոխվող մարդկանց հետ։ Մեղրիի համայնքի ղեկավարը հայտնել է, թե վերջին օրերին Իրանից Հայաստան եկողները տեղավորվում են Մեղրիի եւ Ագարակի հյուրանոցներում։ Քանի որ մեր մոտ հյուրանոցները քիչ են եւ Ագարակ եւ Մեղրիում մի քիչ մեծ հյուրանոցներ որ կան 3 հատ են, 3 հատ Ագարակ, 3 հատ Մեղրի, բնականա որ Երևանից եկած հյուրերն են ստեմ մնում եւ դրսից գացող, Պարսկաստանից գացող, կարա մի օր լինի, կարա 5 օր չլինի, բայց այն օրվա համար, որ ինձ հարց են տվել, այո, այդ օրը մեկ մարդ ենք ունեցել տեղավորելու, իրականում տեղ չի եղել հյուրանոցներում։ Անդրեասյանը տեղեկացրել է, որ տաքսովարորդների հետ հանդիպել է եւ հորդորել է չբարձրացնել ուղևորափոխադրումների գները։ Անձամբ գնացել եմ, հանդիպել եմ տաքսովարորդների հետ եւ խնդրել եմ, որ այդ գները իջեցնեն, որ մեր հարևան երկրից եկած բնակիչներին պետք է առից օգտվել։ Թերանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Իրանա-իսրայելական լարվածության ֆոնին իր քաղաքացիներին հորդորել էր լքել Իրանը, նշելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես 4 ցամաքային երթուղիներից մեկը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին։ Սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է, վավեր օտարերկրյա կամ ներքին անձնագրերով եւ նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։ Եվրամիությունը նախատեսում է 2027-ից վերջնականապես հրաժարվել ռուսական գազի ներմուծումից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ընդգծել է, որ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել։ Հունիսի 17-ին Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը ներկայացրել է գազի փուլային հրաժարման առաջարկներ, ըստ որոնց կարճաժամկետ պայմանագրերը պետք է դադարեցվեն մինչև 2026-ի կեսերը, իսկ երկարաժամկետները մինչև 2027-ի վերջը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Գրենլանդիա կատարած խորհրդանշական կանգառը զայրացրել է ԱՄՆ նախագահ Թրամփին եւ նպաստել նրա G7 գագաթնաժողովից վաղաժամ հեռանալուն։ Թրամփը մեկնաբանել է, որ իր վերադարձը Վաշինգտոն կապված չէ Իսրայել-Իրան զինադադարի հետ, այլ ավելի կարևոր հարցի։ Նա նաեւ կրկին զգուշացրել է Իրանին կոչ անելով խուսափել ամերիկյան ուժերի վրա հարձակումներից։
Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 միլիոն դոլար արժողությամբ գրեթե 300 կիլոգրամ հերոին։ Մեքենան բեռնված էր հրակայուն աղյուսներով, որոնք իրականում պարունակում էին թմրանյութեր։ Դրանք պետք է Բաթումիով ուղարկվեին Եվրոպա։ Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Հունիսի 24-ին առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը վկայում է, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել։ Դրա արդյունքում համակարգը ունենում է մեծ ծանրաբեռնվածություն եւ դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը։ ԿԳՄՍ-ից հորդորում են մեկ երեխային հայտագրելու համար գործածել մեկ սարք։ Թեև դպրոցական դասացուցակում չկա բռնություն առարկա, սակայն դպրոցական նստարանին նստած որոշ երեխաների համար այն դարձել է վարքի օրինաչափություն։ Կրթական հաստատություններից մեկում նախորդին տեղի ունեցած հերթական վիճաբանությունը, որն այս անգամ եւս ավարտվեց դանակահարությամբ, եզակի չէ։ 17-ամյա տղաների միջև ծագած վիճաբանությունը վկայում է, որ հիմնականում անչափահասների միջև ծագած վեճերը լուծվում են ոչ թե երկխոսելով, այլ բռնության լեզվով։ Մասնագետները փաստում են անհրաժեշտ է նակել կանխարգելիչ միջոցառումներ։ Հիմնականում շատ աճել ագրեսիվությունը երեխաների մեջ 20 տարի առաջ շատ ավելի պակաս էր երեխաների ագրեսիան իրենց նկատմամբ, քան հիմա։ 2025 թվականի առաջին կեսին մամուլն արձանագրել է անչափահասների մասնակցությամբ վիճաբանությունների բազմաթիվ դեպքեր, որոնց ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել կրթական հաստատություններում կամ դրանց հարակից տարածքներում։ Ինչպես է արմատավորվում այսպիսի վարքը, ինչու է պատանին որպես ելք բռնությունն ընտրում։ Երիտասարդները այսօր մեծանում են, ասենք ավելի ուշ վախսերումները, անպայման մեծանում են հերոսի կերպարով, հիմա հերոսը ֆիզիկներն է, որի մեջ ինքը մեծանում է։ Իրավապահները փաստում են անչափահասների մասնակցությամբ բռնի միջադեպերի թիվը տարեցտարի աճում է։ Բռնությունը որպես խոսքի փոխարինող երբեմն էլ նույնիսկ ծնողներն են խրախուսում։ Նրանցից շատերն իրենց երեխային հորդորում են հարված ստանալու դեպքում փոխադարձ հարվածել։ Մենք եթե առաջ ունեինք անչափահասների գծով տեսուչներ, չէ, իրենք դպրոցում էին, իրենք շրջում էին, երեխաների անմիջական այդ կապը կար։ Հիմա այդ բանը ցավոք չկա, այ ես կարծում եմ, որ դա է դեր խաղում, որտեղ համանքային ոստիկանը չի հասցնում հետևել։ Իսկ ինչու է պատանին փորձում ագրեսիվ վարքով լուծել իր տարիքային վեճերը, հոգեբաններն ասում են մեխանիզմները շատ ավելի խորն են։ Այս դեպքերը ըստ մասնագետների հիմնականում կապված են տվյալ երեխայի շրջակա աշխարհի ազդեցության հետ, քանի որ երեխաները հիմնականում վերարտադրում են այն, ինչ տեսնում են։ Մտածեք, թե ոնց է սա միջը կարողանանք կանխարգելել, ոչ թե հասնի դավակայության, այլ կանխարգելումը լավ իրականացվի։ Փորձագետները միաբերան են պնդում անչափահասների ագրեսիվ վարքագծի բացառմանը հնարավոր է հասնել միայն համատեղ պայքարի արդյունքում։ Եղեգնու Տարմավիր ճանապարհը հունիսի 17-ին մոտ 4 ժամով 5 գյուղի բնակիչներ փակել էին։ Իսկ պատճառը ճանապարհի անմխիթար վիճակն է, որ որևէ մեկին չի անհանգստացնում։ Փոսալեցում անգամ չեն կատարում։ Ճանապարհը քանդվավ, մի հատ հիվանդ չեն կարող տեղափոխել։ Գիտեմ, ասում են որ շտաբօգնությունը լեկը չի կարծեմ մտնի։ Կամազները արագ են քշում, ահա որ արագ, ոչ խնայում են ժողովրդին, քշում են ժողովրդի վրան։ Միանշանակ իրաց գրուզից շատ ահա որ բարձում են, 20 տոննա է տվել, իրանք 60 տոննա են տվել, նայեք քշում են վրան, նայեք ասում են, արա ես պետք է տենց անեմ։ Մորցեց ու ջարդել է թմձերս վիճակը։ Վարորդները դժգոհել են ասել, որ ճանապարհն իսկական պատուհաս է դարձել իրենց համար, մեքենաներն են վնասում, վթարներ են լինում։ Վիճակը հատկապես գիշերային ժամերին է սրվում։ Հոզի մեջ կորում է գյուղը։ Ու չեն նայում երեխայա, ավտոյա, մարդա, ելնումա, չի ելնում, իրանց հեշ վեճը չի, իրանք որ մեծ ավտո են քշում, մտածում են այս դեղկավորների որով կարան անցնել, էլի։ Մոտկա դնեն գյուղ մտնողից։ Քշեր դնեն, քշեր են համապատասխան քաշը կլի թող 7 տոննա համապատասխանով, ով է թույլ տվե, ավաս բարձր դուրս կան, փակած, արագ ասֆալտի վրա։ Ճանապարհը փակ է մնացել այնքան, մինչև ակցիայի մասնակիցների հետ հանդիպել են ոստիկանության ու բարեկային ծառայության աշխատակիցները։ Տեղում է նաև վարչական ղեկավարի տեղակալը։ Ես այս խնդիրը բոլորը հասկացա, մնացածն ումը պետքա կներկայացնենք այս լուծումները։ Իրոքից անելու եմ կազմակերպելու, այսօր դուրս ճանապարհը փակի, ոչները գործի բնույթով շարունակվի։
Բանակցությունները մոտ 1 ժամ են տևել։ Գյուղացիները բացել են ճանապարհն այն պայմանով, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի։ Հունիսի 18-ին Ելփին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Volvo բեռնատարն ու Mercedes-ը, 1 հոգի տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, եւս 1 հոգու օպերատիվորեն ժամանած փրկարարության Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են օգտագործելով հատուկ տեխնիկա փորձել դուրս բերել մեքենայից, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները։ Թարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հունիսի 18-ին նաև մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Մայրաքաղաքում Սեբաստիա փողոցում 26-ամյա Հենրիկը Ford Transit-ով վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզանին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր տեղափոխել է Ասխիկ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Նրանք դեպքի վայրում հայտնաբերել են Honda Accord, որի վարորդը կասկածվում է Ford Transit-ի համար վթարային վիճակ ստեղծելու մեջ։ Իդեպ նշված խաչմերուկում հաճախակ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում ցավոք ողբերգական։ Ու ամեն անգամ խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետարան համապատասխան մարմիններին, որպեսզի սրա դեմը առնեն այս խաչմերուկում այնքան վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում, որ կարելի ասել Երևանի ոչ մի խաչմերուկ ու փողոցում այդքան դեպքեր տեղի չեն ունենում։ Հունիսի 19-ին Ռուբինյանց փողոցի 2 կոտորագերեկ շենքի մոտ մեքենա է պայթել։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Ժամանել են Երևանի թիվ 5-րդ Հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, իսկ մինչև նրան ժամանումը շենքի բակում կայանված BMW-ում ու Nissan-ում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են մեքենաների սեփականատերն ու քաղաքացիները։ Հետո արդեն հրշեջներն են մարել կրակը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Պատճառները բարձվում են։ Կարելի ասել 2 ավտոմեքենաները դարձել են ոչ շահագործելի, թե ինչն է եղել ավտոմեքենաներում առաջացած կրակը, դա պարզվում է։ Իսկ 23-ամյա Հայկը Նիսանով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբին ու գլխի վայր հայտնվել Հրազդան գետում։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, հետո դուրս գրվել։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ինքնակամ են նաև մի քիչ մոտեցել ափին, ապա օգնել են տեղափոխել հիվանդանոց։